Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը կարող է Եվրամիության հետ գործակցել, բայց եթե սկսի ինտեգրվել իր օրենքներն ու պետական համակարգը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին, դա անխուսափելիորեն կհակասի ԵԱՏՄ կանոններին եւ Ռուսաստանը դա կդիտի որպես խնդիր, ակնկալելով, որ Հայաստանը կշարունակի շարժվել եվրասիական ուղղությամբ։ Հայաստանի պատասխանը պետք է լինի շատ հստակ եւ սառնասիրտ։ Առաջինը հրապարակայնորեն պետք է ֆիքսել սկզբունքը։ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը չի սահմանվում որևէ մեկի թույլատրելով։ Որոշումը կայացվում է Երևանում, բացառապես ազգային շահից ելնելով։ Երկրորդ, եվրոպական ուղղությունը պետք է դարձնել կառավարվող անցում, ճանապարհային քարտեզով, փուլային քայլերով եւ հաշվարկված տնտեսական ու սոցիալական պաշտպանությամբ, որպեսզի երկիրը չմտնի ցնցումների մեջ։ Երրորդ, Ռուսաստանի հետ խոսել հանգիստ, բայց հստակ, պահելով կապերը բաց, բայց բացառելով ցանկացած պարտադրանք։ Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը կամ մեր ընտրության ազատությունը։ Մեր նպատակը մեկն է՝ դուրս գալ կախվածությունից եւ կառուցել օրենքի եւ իրավունքի վրա հիմնված պետություն ամուր ինստիտուտներով, մրցունակ տնտեսությամբ եւ բազմաբևեռ անվտանգային իրական կապերով։ Հայաստանը խաղացող է ու գործընկեր, ոչ թե ֆորպոստ եւ վասալ։